Thank you, and thank you for hosting me, for hosting us here around today. I'm really pleased to be here today to continue to further advance President Trump's and Prime Minister's vision for the future. It's a courageous path towards peace. And the South Caucasus solidified in Washington on the 8th of August of last year. And so I was honored to join the foreign minister here today to initial this bilateral agreement on Trump route for international peace and prosperity with his own trip. This agreement marks the biggest step to date on making this historic route a reality, on advancing peace and on increasing prosperity in Armenia and frankly on the region. But our relationship is not simply limited to trip. We are building upon that in so many different ways, and it's a top priority of this administration. The president personally tried not Եվ ոչ միայն դեպի ուղղությամբ, բայց նաև մնացած բոլոր ուղղություններում մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները։ Եվ մեր նախագահի երկրորդ պաշտոնավարման շրջանի ժառանգության կարևոր մասն է լինելու սա։ Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե հայերը, թե ամերիկացիները, եթե պարզ ասեմ, մենք այն հիմնարար աշխատանքներն ենք իրականացնում, որոնք հիմք կհանդիսանան, որպեսզի հայերը, ամերիկացիները կարողանան տնտեսական հիմքեր ունենալ, միասին աշխատելու եւ նաեւ հարգում ենք ինքնիշխանությունը եւ մենք այսպես է լավագույնս գործում երկկողմ հարաբերությունները։ Երկու երկրներն էլ առավելություններ պետք է տեսնեն իրենց հարաբերություններում եւ մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական, երբ մենք կիսում ենք մեր տեսլականը ապագայի վերաբերյալ եւ մենք կարող ենք միմյանց օգնել միասին հասնել այդ ավելի լավ ապագային։ Եվ նաեւ փոխհմբռնման հուշագիրը կարևորագույն հանքանյութերի մասին, սա կրկին փոխադարձ բարեկեցությունը մեծացնելուն միտված քայլ է եւ լինի դա Վաշինգտոն, պատվիրակությունների այցերի ժամանակ, թե իմ այցերի ժամանակ կարևորագույն հանքանյութերի մասին մենք շատ ենք խոսում բոլոր տեխնոլոգիաները, բոլոր նոր արարությունները 21-րդ դարում սա անհրաժեշտ գործոն է եւ դրանց մշակումը եւ դրանց վերամշակումը արդյունահանումը կարեւոր է ապագա բարեկեցության համար այն երկրները որոնք կարող են դա անել կկարողանան տնտեսական անկախություն ձեռք բերել եւ կկարողանան հայտնվել նոր արարությունների կենտրոնում 21-րդ դարում իսկ նրանք ովքեր հետ կմնան կտուժեն դրանից եւ մենք կարող ենք միասին աշխատել որպեսզի մեր երկու երկրները մեր երկու տնտեսությունները ունենան հուսալի հասանելիություն կարևորագույն հանքանյութերին եւ սա ոչ միայն ֆինանսապես օգտակար կլինի դա նաեւ կնպաստի նորարարությունների շրջափուլի ապահովմանը որը կարևորագույն գործոն է 21-րդ դարի համար եւ դուք վարչապետը հայաստանյան ողջ թիմը դուք ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար եւ մենք ուրախ ենք այստեղ մեր աջակցությունը տեսնել հայտնել այս տեսլականին այս խիզախությանը ձեր նվիրվածությանը եւ պատրաստակամությանը երկրի ապագայի համար եւ մենք ուրախ ենք եւ հպարտ ենք որ մասնիկն ենք այս ամենի եւ պատրաստ ենք միասին ավելին անել շնորհակալություն Պետքարտուղար շնորհակալ եմ կրկին ջերմ խոսքերի համար վստահ եմ որ մենք հետ այսօր եւս բոլոր ջանքերը կգործադրենք որպեսզի քայլ առ քայլ իրականություն դարձնենք նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի ուրվագծած համագործակցությունը որը վստահաբար շահեկան է լինելու ինչպես դուք նշեցիք եւ Հայաստանի համար եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար բայց նաեւ մյուսների համար տարածաշրջանում ովքեր Կարուսողականորեն եւ համագործակցաբար կներգրավեն այս նախագծի եւ նախագծերի ստեղծած հնարավորությունների մեջ դուք անձամբ հարգելի գործընկեր մշտապես սպասված հյուր եք Երևանում սիրով սպասում ենք առաջիկայում մեր նոր հանդիպումներին համագործակցության նոր հնարավորություններին եւ նոր շփումներին լինի դա Երևանում, Վաշինգտոնում, թե աշխարհի որևէ այլ մայրաքաղաքում կամ վայրում։ Հարգելի գործընկերներ, հուսով եմ տեղեկացված եք, որ հարց ու պատասխանի հնարավորություն չկա, հայցում եմ ձեր ներողամտությունը, սիրելի լրագրողներ, քիչ անց ես նորից կմիանամ ձեզ եւ պատրաստ եմ պատասխանել արդեն հետո ձեր հարցերին։ Շնորհակալություն։